Ընտրություններից առաջ դուք ունեցաք կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ, Սամվել Կարապետյանի հնարավորությունները քիչ են լինելու, նույն Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունների մասին խոսել ենք այդ ամենի մասին։ Հիմա հասկանանք ինչ է արդեն լինելու հետընտրական Հայաստանում։ Ես որ ասում եի չեմ տեսնում Սամվել Կարապետյանին աթոռի վրա, ասում էին չէ, Սամվել Կարապետյանն է լինելու։ Բոլորը ասում են արդեն մեծ մասամբ համոզված էր, որ Սամվել Կարապետյանը պիտի լինի, բայց ես ասել եմ չեմ տեսնում իրան։ Հիմա ձեր ասելով կլինի Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ այդպես էլ դուք դեռ շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը ինչպիսին եք տեսնում այս ընտրություններից հետո, եթե նորից վերընտրվում է վարչապետ, ինչ է լինելու։ Դեր ինքը կլինի վարչապետ, բայց ճնշվածություն մի քիչ կա։ Այսինքն դրանք ներսի ճնշումներ են, դրսի ճնշումներ են, որտեղ եք տեսնում։ Ընդհանուր թե ազնականով, թե ընտանիքի հետ կապված, թե դրսի հետ կապված մտածմունքներ, պիրիժվանիկ ճնշումներ, ծանր խնդիրներ կա, իր մոտ մտքեր շատ ահավոր կա։ Այսինքն պիրիժվանիկ կա։ Մտքերը շատ խառն են Փաշինյանի նկատի ունեք։ Խնդիրներ տեսնում են, որ կա իրանց մոտ, լրիվ լիարժեք տենց հաջողության վրա չի գնում։ Այսինքն քաղաքական փոթորիկ եք տեսնում այս ընթացքում։ Քաղաքական փոթորիկ եմ տեսնում։ Եվ որ ժամանակներն են ավելի բուռն լինելու, ինչ որ ժամանակահատված լինելու է։ Հիմա արդեն օգոստոսի Ավելի շուտ գիտեք ոնց է, այս ընտանիքի հետ կապված եմ խնդիրներ տեսնում։ Մարդկա որ անհանգստության մեջ է, այդ եմ տեսնում, բայց ընդհանուր դեր սովորական ամեն ինչ, նորմալ վիճակ է, էլի։ Լարումներ, ինչ որ լարվածություններ, դեպքեր, ինչ որ ժամանակահատվածում տեսնում եք։ Այս դա չէ, այս բանը այդքան չեմ տեսնում։ Օրինակ ասում են սեպտեմբերը թեժ է լինելու կամ օգոստոսի առաջի 10-օրյակը թեժ է լինելու, դուք ինչ եք ասում դրա մասին։ Չէ, ես թեժ չեմ տեսնում։ Լարվածություն մի քիչ տեսնում եմ, բայց չէ, տենց թեժ բաներ չեմ տեսնում։ Հայաստանի տարածքների վրա վտանգ կա, այդ տեսնում եմ, բայց տենց որ ասես թեժ ինչ որ բաներ է լինելու, չէ, տենց չեմ տեսնում։ Այսինքն ապակայունացում չի լինելու, պատերազմ, ապակայունացում, իշխանափոխություն, ինչ որ Դեռ չէ, չեմ տեսնում իշխանափոխություն։ Այն ժամանակ եմ տեսել, որ լինելու վա, որ ասել եմ Ստեփանակերտը չափից շուտ է ազնվելու, էլի ուրիշ դեպք են հասկացել, ասել եմ չէ, ռուսները 5 տարի պայմանագիր են կնքել, ասել եմ չէ, տեսնում եմ սաղ դուրս են գալու, հետո տեսել եմ զինվորներն են գալու, հետո տեսել եմ Փաշինյանն է լինելու, բայց ես բա դեր ոչի բան չեմ տեսնում։ Ասում եք, որ քաղաքական փոթորիկներ տեսնում եք, այդ փոթորիկները, որ կատորից դուրս կգա, դա չեմ։ Փոթորիկները, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարողանալու է ինքը հանդարտեցնել, կարողանալու է իօքուտ իրեն այդ բոլոր հարցերը լուծել։ Դե ես բա չեմ տեսնում, որ ինքը կարող է դուրս գա, չէ։ Իսկ երկրորդ հարցս հետևյալն է։ Նիկոլ Փաշինյան եւ Գագիկ Ծառուկյան, այս կոնֆլիկտը ինչպես է, ինչու եմ ասում Նիկոլ Փաշինյան, որտեղ բոլորին թվում է, որ Նիկոլ ոչ թե իրավական համակարգն է այս հարաբերությունները ինչ որ սրացրել կամ իրավաբան համակարգն է հայտնաբերում ինչ որ խախտումներ եւ այլն, այլ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է արվում այս ամենը։ Դուք ինչ կարծիքի եք։ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյան, ես չեմ տեսնում իրանց հետ ոչ մի տենց ծանր լարվածություն, ժամանակավոր բան է, ոչ է տեսնում եմ, որ Պարոն Ծառուկյանը տենց ահա որ վատ վիճակում է, գլխին որ տենց նստած տալիս է, այդ էլ չեմ տեսնում, ընդհակառակը ես իհան շատ լավ եմ տեսնում, ինքը շատ դուխով, լիարժեք, ուրախ, ամեն ինչ իր մոտ եղել է եւ լինելու է, ուղղակի Ռոզա Ծառուկյանին եմ ցանկանում առողջություն։ Իսկ Գագիկ Ծառուկյանի հարցում տեսնում եք, որ ժամանակի հարց է, ամեն ինչ հաղթվել է։ Ամեն ինչ լավ է լինելու, իրանց մոտ տենց կոնֆլիկտ չի լինելու շատ եւ իր մոտ էլ օրորի ավելի լավ է լինելու Ծառուկյանի մոտ։ Այսինքն Ծառուկյան եւ Փաշինյան այս կոնֆլիկտը լուծվելու է, նրանք գալու են ինչ որտեղ փոխհամաձայնության։ Համարյա լուծված, հաշտարունգակի չնչին բան է, թե ոչ իրանա մի բան լինելու, ոչ երե մեկին։ Այսինքն այս լարվածությունը, որ մամուլով այսքան խոսում են, ժողովուրդը այսքան խոսում է, դուք այդ ամեն ինչին հանգիստ եք վերաբերվում։ Գիտեք ոնց է, Ծառուկյանի ես տեսնում եմ ինքը ոչ մի բան իր մոտ չի կարա կորի, իրան տրված է ամեն ինչ Աստծո կողմից, որ ինքը պիտի միշտ լավ ապրի, եւ իր մոտ ոչ մի բան չի անհետանալու, իշտե գնա 10 պատն է գալու, իրան չեմ տեսնում ես լրիվ սենց վատ վիճակ, դե մեկի մոտ չեմ կարող ասեմ, որ վատ բան կա, չէ, ժամանակավոր կոնֆլիկտ է։ Ժամանակավոր կոնֆլիկտ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես է լինելու մեր հարաբերությունները։ Կարծես թե Ռուսաստանի Դաշնության նախագահին զայրացրել ենք եւ
շատ ինչ որտեղ արդեն սահմանափակումներ, ժողովուրդը ինքներդ էլ եք տեսնում այս մթերքը գյուղմթերքի հետ կապված արտահանման խնդիրներ ունենք, մի խոսքով այստեղ մեր հյուսիսային գործընկերոջ հետ ինչպես եք տեսնում մեր հարաբերությունները։ Դե ինքը այն ժամանակ էր մեր հարաբերությունները միշտ իրանց հետ շատ լարված ա եղել։ Ուղղակի այն ժամանակ բաց տեքստով չի եղել, թաքնված վիճակում դե հիմա նույնն է, էլի։ Ինքն երբեք մեզ տենց ես вообще տենց լուրեր չեմ նայում, բայց դղից որ ասում են միշտ էլ Պուտինը երկու երեսանի ա եղել, հիմա բաց տեքստով է նույն վիճակն է, դաժե տեսիլքով որ նայում եմ, ես իրա մոտ չեմ տեսնում, որ ինքը մեզանից կամ շատ դժգոհ է կամ շատ ուրախ է։ Այսինքն ոնց եղել այդպես էլ մնացել է, պարզապես հիմա մենք ենք նշանակություն։ Հա, մենք ենք ուղղակի նշանակություն տալիս, իրա մոտ ոչ մի բան չի փոխվել, ոչ է փոխվում է։ Եվ նայն է, քանի որ սա այսպես ասած մեր ամառային վերջի եթերն է, մենք գուցե հանդիպենք աշնանը կամ հոկտեմբերին, փաստորեն նոր զարգացումներ կան։ Օգոստոսի 2-ին վաղը ազգային ժողովի առաջին նիստը պետք է լինի, կառավարությունը պետք է հրաժարական տա։ Ընդհանրապես այս հարցում որոշակի փոփոխություններ տեսնում եք, լարվածություններ տեսնում եք, թե ամեն ինչ։ Չէ, լարվածություն չեմ տեսնում, դա իրանց գործն է ավելի շուտ, ես էլ չեմ տեսնում։ Դա ուղղակի քաղաքականությունը ունենց բանա, որ մեկը հրաժարական է տալիս, մեկը մտնում է, մեկը գնում է։ Անսպասելի շրջադարձներ են լինում։ Դրանք անգամ եթե իրար հետ կոնֆլիկտ էլ է, էդ էլ է ժամանակավոր բան, մշտական չի լինում կոնֆլիկտ։ Ես էլ չեմ տեսիլքով տեսնում, որ իրար հետ տենց ահա որ կոնֆլիկտներ է լինելու։ Ուղղակի իրանց աշխատանքն է։ Ավելի շուտ աշխատանք եմ տեսնում, որ ամեն մարդ պայքարում է իր աշխատանքի համար։ Էդ եմ էլի տեսնում։ Տենց լուրջ սրացումներ չեմ տեսնում, լուրջ վրեժխնդրություն չեմ տեսնում, որ իրար հետ կարան, բայց Ծառուկյանին ի վերուս տա տրված հարստությունը։ Դրա համար ինքը ինչ որ մի բան իրանից վերցնելով չվերցնելով ինքը հաստատ ոչ աղքատացավ, ոչ էլ թուլացավ։ Իրան ընդհակառակը ավելի եմ տեսնում, որ ավելի շատ բան է իրա վրա գալու, ավելի շատ ունեցված կա ունենալով եւ ավելի շատ է ինքը ծաղկուն շրջանի մեջ մտնելով։ Իրան տրված է մի բան վերցնելով չվերցնելով իր մոտ եղանակ չի փոխելու, իրան մոտ ավելի շատ է գալու, դրսից էլ է գալու, որովհետեւ ի վերուս տրված է, էլի իր ճակատին տենց է գրած, որ ինքը միշտ պիտի լավ ապրի։ Շատերը գալիս են իրանց հիվանդներին ուզում են ոչ տեր չդառնան, ես եթերից ասում եմ, որ տեր պետք է դառնան։ Պետք չի հիվանդներին մի անգամից ասեն խնդիր կա, մենք ուզում ենք հրաժարվենք, չէ, դա սխալ է։ Մեր կողմից օգնություններ գնում է հայությանը, այդ մոտովի խանգարում ունեցող մարդկանց, հաշմանդամներին, մենք ինչու կարողանում ենք օգտավետ ենք լինում, եւ ես էլ միշտ ասում եմ, որ դուք էլ նույնիսկ ձեր տան մարդկանց հանդեպ պետքա օգտավետ լինեք, պետքա իրար պատժ կանեք, իրար օգնեք, եթե տանը չանեք, դրսում հաստատ տեր չեն լինելու։ Ես միշտ հաճախորդներին էդ եմ ասում, ու նաեւ ինչքան չունե որ մարդ կա, ես իրանց կողքը կաղնած եմ, ես իրանց ինչով կարողանում եմ օգտավետ եմ լինում, ինչքան սոված տղամարդկին կան մեր քուր աղբերն են, ես էլ եմ կանգնած իրանց կողքը, իմ ծնողներս էլ են կանգնած, աղբերքսել են սնունդով օգնում, ես էլ եմ, ու այս վերջումն էլ նամակներ ենք ստացել, որ մենք սնունդ շոր այդքան չենք ուզում, մեզ պետք է հիվանդանոցի գումար։ Մենք էդ էլ ինչով կարողանում ենք։ Դե հիմա փաստորեն հիվանդանոցների հետ կապված պետությունը որոշակի արդեն փոփոխություններ պետությունն է տա։ Չէ, մեզ էլ են դիմում։ Մենք էլ ենք տալիս, բա մենք արևտուր ենք անում, տարբեր սետկանների մեջ դնում ենք, մենք էլ ենք ասում, պրոստը մարդկա ասում ես Նայ, իսկ ինչու եք բարեգործություն անում։ Դա նորից ձեզ վերևից է տրվում, դա վերևից էլ է փոխանցում ճիշտ ասած։ Դուք ունեք այդ անելու ցանկությունը, ինչով է պայմանավորված։ Գիտեք ոնց է, կա ազդեցիկ մարդ ու պաշտոնյա մարդ, որ ասեն գալիս է ինքը մի կլորիկ մեծ գումար է թողում։ Ես տեսնում եմ, որ դիմացի երեխան սով է քաշում, այսինքն սովասությունից լինում է գողություններ, լինում է ծայրահեղ իրավիճակներ, որ այդ մարդին դու կարաս ես հացով հասնես, ինչի գնա հավայի դատվի։ Այսինքն կանխում եք այդ երեխայի հանցագործ լինելու այդ պահը, այս ներքին ցանկություն է դա։ Այդ ես եմ հասկանում, չէ, ես էլ եմ իմ կամքովս տալիս, վերևից էլ է փոխանցվում։ Այսինքն վերևից էլ կա այդ փոխանցումը։ Վերևից մի անգամ փոխանցվել է, որ ինքինը կանգնած պատիեզդի մոտ սոված է, իրան տարեց գումարը տոր։ Նայում եմ շորերին, ոնց մոտենամ տենց բան ասեմ, միաժամանակ է կարա մտածի, թե իրանով, այսինքն ես ծաղրում եմ, չէ։ Դե շորերը կապը նորմալ է,
բոմժի տպավորություն չուներ։ Գալիս եմ դեպի այդ կինը, ուզում եմ տամ, եկի ասում եմ, չէ, նորմալ վիճակում է։ Հետ եմ քաշում, նորից է փոխանցում, նորից եմ գալիս դեպի այդ կինը, որ տամ, նորից եմ ասում, ես ինչ եմ անում։ Բայց վերջը որ փոխանցվեց, ասեց, ես ամանչամանչ ասեցի, ես գումարը վերցրեք, բան կառնեք, ասեց, վայ, ցավը տանում ես, քանի օր ասոված եմ, Աստվածա քեզ ուղարկել։ Դες լինում է, որ դες հակու կապը նորմալ եմ տեսնում, բայց ես տեսնում եմ ընտանիքներ կա, որտեղ հացի կարոտի ծարավ են, ասենք հերը թողելա փախել չկա, հերնելա, բայց անպիտան, չի կարող ոչ մի բանով զբաղվի։ Մերն էլ ի վիճակի չառողջություն չունի ու նայում ես 15-16 տարեկան տղա երեխեք ունի արդեն ովքեր մտածում են, չէ, նաև գնացելեր են հանցանքի վրա, մենք այդ ընտանիքներին ապահովում ենք ուտելիքով, որ կոնկրետ այդ դրդապատճառը չլինի, ոչ շորը, ոչ հաց չլինի, դրդապատճառը, որ իրան գնան հանցագործության վրա։ Իհարկե մենք օգնում ենք, որ այդ մարդիկ ճիշտ ճանապարհի վրա լինեն։